24 TV-ն շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ռազմական փորձագետ Պայստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Իրանում պատերազմը շարունակվում է, Իրան-Իսրայել-ամերիկյան եւ կողմերը կարծես թե հետնահանջի ցանկություն չունեն եւ երեք Իրանը նորընտիր գերագույն հոգեվոր առաջնորդ ընտրեց Ալի Խամենեիի որդին է Մոջթաբա Խամենեին։ Արդյոք սա մեսիջ էր Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ նրանք չեն կարող պարտադրել, որ իրենց առաջնորդ ընտրվի եւ նաեւ ինչ վտանգներ կարող է տեղի ունենալ, որովհետեւ Թրամփն ասել էր, որ դա անընդունելի է լինելու իրենց համար։ Նախ երբ գնահատվում է, որ Իրանը ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ պատերազմի մեջ է, ես կարծում եմ հիմա է մտնում պատերազմի մեջ։ Նախկինում օգտագործվեց ռազմական գործողությունների գործիքակազմով այն է հրթիռակոծում, ռմբակոծում, պայթյուններ, իշխանափոխություն։ Այսինքն առաջին փուլը այն ինչ որ կատարվեց, դա պատերազմ չէր։ Դա գործիքակազմ էր, այնպես ինչպես իդե փողոցային պայքարով իբր 5-րդ 6-րդ շարասյունով իրականացվում է իշխանափոխություն։ Հիմա այս գործիքակազմն էլ այլ է, զինական էր։ Երկու անգամ իդեպ փորձ արվել էր Իրանի եւ Իսրայելի կողմից, եթե հիշում եք, անցյալ տարի հունիս ամսին զինականով 12 օր նպատակ իշխանափոխություն չստացվեց։ Հետո անցյալ տարի դեկտեմբեր, այս տարի հունվար։ Ներսում խժդժություններ, անկայունություն, հրաձգություն, արտաքին ագրեսիա չկար, չստացվեց։ Հիմա արտաքին ագրեսիան եւս գլխատելու եւ դրանից հետո ստիպելու Իրանի ողջ մնացած հոգևոր եւ քաղաքական ռազմական վերնախավին պարտադրել պայմաններ, ըստ որի Իրանը պետք է հանձնվի։ Այսինքն բլիցկրիգ կայծակնային հարված չստացվեց։ Սա արձանագրում։ Այ հիմա դրանից հետո երբ որ չստացվեց, ուրեմն հակամարտությունը վեր է աճում պատերազմական գործողությունների։ Այս սա հիմա այնինչ կատարվում է, սա արդեն պատերազմ է։ Պատերազմը այսինքն նոր է սկսվում։ Այո, որտեղ առաջին փուլը առաջին 3-4 օրը։ Իսկ առանձնապես այդպես շատ չի անցել, չէ, երևի 10 օր։ Առաջին 3-4 օրը, նույնիսկ կարելի ասել 5 օր, դա իշխանափոխությանն էր միտված։ Իսկ հիմա այն ինչ որ կատարվում է, այդ հրթիռակոծումները, ռմբահարումները, պայթյունները եւ այլն, այս պահին փորձ արում կրիտիկական ենթակառույցներին Իրանի հարվածել նավթային պահոստներին, վերամշակման գործարաններին, ուրանի հարստացման կենտրոններին, որտեղ սարքերն են այդ ցենտրիֆուգները, այդտեղ է հարվածում, հա, ռազմական կառավարման կետերին, քաղաքական։ Բայց այն ժամանակ էլ էր դա թիրախավորվում։ Այն ժամանակ նավթային ամբարները եւ մշակման գործարանները չէր թիրախավորում, էլեկտրակայանները չէր թիրախավորում։ Ուրանի հարստացման ցենտրիֆուգներին չէր թիրախավորվում։ Այն ժամանակ առաջին 2 օրը թիրախավորվեց վերնախավը, չէ՞։ Նպատակը դա էր։ Գլխատել եւ որից հետո հանձնվել։ Դա մի 3-4 օր տևեց, 5-րդ օրը փաստորեն, երբ Իրանը մեծ հաշվով ներքին կառավարումը չկորցրեց, որտեղ ստեղծվեց ժամանակավոր խորհուրդ, 1 աշխարհականի, այն է նախագահի, 2 հոգևորականի, որոնք արդեն երկրի կառավարումը ժամանակավորապես ինձ ձեռքը վերցրեցին, մինչև նոր գերագույն հոգևոր առաջնորդը, այո։ Հիմա, այսինքն, հիմա է որ պատերազմի տրամաբանությամբ է գնում եւ Իրանը 3-4 օրը սկսեց հարվածել ամերիկյան բազաներ։ Այ ի հակադրություն կամ ի հակակշիռ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածներին, հիմա ռազմական բազաներ են։ Ավելին, հիմա նույն Իրանը հարվածում է ոչ միայն 14 պետությունում ամերիկյան բազաներին, այլև հարվածում է օրինակ այդ երկրների օդանավականներին, այն ենթակառույցներին, որոնք կարող են ԱՄՆ-ի կողմից օգտագործվել իր երկրի դեմ հարձակում կազմակերպել։ Այդ թվում նաև նավթային ամբարներին եւ մշակման գործարաններին։ Առաջին Իրանին հարվածեցին, Իրան դրան ի պատասխան։ Հիմա միջև որ կարող է հասնել, ինչ զարգացումներ կարող են լինել, որքանով Իրանը կարող է դիմակայել։ Այստեղ հիմա գնում է ռեսուրսի կռիվ։ Այն որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հասկացան, որ կառավարումը Իրանում չի կորում, ավելին ժողովուրդ պետություն կամ ժողովուրդ իշխանություն հակադրությունը, որը որ փորձում էր սեպ խրվել ԱՄՆ-ի կողմից եւ ստիպել դրանով, որ կապիտուլացվի Իրանը,
լրիվ հակառակ էֆեկտ է ունեցավ, որովհետև ժողովուրդը միավորվեց իշխանության շուրջ, ավելին կապիտուլյացիայի սպիտակ դրոշի փոխարեն մսկիթի վրա բարձրացվեց վրիժարության եւ հատուցման կարմիր դրոշը։ Հայտարարվեց սրբազան պատերազմ, հա, այսինքն լրիվ հակառակ էֆեկտ է եւ ուր կարող է գնալ այս զարգացումները։ Հիմա գնում է ռեսուրսային կռիվ։ Ուշադրություն դարձրեք, որ օրինակ ամերիկյան երկու ավիակիր մեկը վնասվածք է ստացել, Աբրահամ Լինկոլնը, մյուսը եւս, երկուսը գնացել են 6-7 օր իրենք մեծ ինտենսիվությամբ հրթիռներ են արձակել, այդ թվում նաեւ այն ինքնաթիռները, մեկի վրա 60-70, մյուսի վրա 90 ինքնաթիռ, նրանց հրթիռները այլևս վերջացել են։ Պետք է լիցքավորեն, չկա։ Նավը տեղաշարժվում է, գնում է ինչ-որ բազա, որտեղ կան պահոստներ ու հրթիռներ, լիցքավորվում է ինչ-որ նավահանգստում, վերցնում են, հետո նորից հետ են գալիս, հա։ Այսինքն հիմա գնում է ռեսուրսային կռիվ։ Բայց Ամերիկան ունի այդ խնդիրը, ռեսուրսները։ Իհարկե, դե նավի վրա բան չի այդպես տասնյակ հազարավոր հրթիռներ։ Բայց ասել եմ մինչև սեպտեմբեր կշարունակվի պատերազմը։ Հա, բայց մեկը մեկին չի հակասում։ Չէ, հիմա նավի վրա նախատեսված է երկար պատերազմի, հետո նավի վրա այն ինտենսիվությամբ, որ ինքնաթիռները աշխատում են եւ նավից հրթիռներ են արձակում 6-7 օր։ Հետո պետք է գնալ իսկավորվի։ Ինչ որ նավահանգիստ է գնում, այնտեղ կան զինական պահեստներ, այդ ամեն ինչը։ Վերցվեն նորից գալիս է մարտի դաշտ։ Դա չի նշանակում, որ ասենք պատերազմը բամ դե արվել, պետք է կասեցվի։ Հիմա ես վստահաբար եմ ասում, ռեսուրսների կռիվ է գնում, հոգեբանական ազդեցություն, այսինքն տեղեկատվական պատերազմի խնդիր է գնում, որովհետև այնուամենայնիվ Միացյալ Նահանգների տարբեր բարձրաստիճան ղեկավարները, այդ թվում երկրի նախագահը պարբերաբար ասում են, որ նավատորմը ոչնչացված է, հա, բոլորին խփել ենք, թիրախներ եւ այլն։ Պարզվում է այդ ինչին հարվածում են մեծ մասը մակետներ են։ Կեղծիք, այսինքն իրականում օրինակ ինքնաթիռ չի, ուղղաթիռ չի, զրահատեխնիկա չի։ Դրանց մակետները Չինաստանից տասնյակ հազարներով Իրանը գնել է այդ ռետինի փչում են, դնում են, վերևից անօթաչուն կամ հրթիռը ֆիքսում է, կողքնել դնում են ճառագայթում, այսպես ասենք, հա, կամ էներգիա կամ ջերմություն, ուրեմն բաց թողող սարքեր, որ վերևից սարքը ճշտի, որ դա ոչ թե ռեզինից ինչ որ մի բան է, այլ իրականում։ Այսինքն նման պատերազմներում դա ընդունված կարգ է։ Այնպես որ Իրանը, այո, կորուստներ ունեցել է, այդ թվում նաև ԱՄՆ-ը ունեցել իր բազաներում բավական լուրջ կորուստներ են։ Ամենատես աչքերը հակահրթիռային, հակաօդային պաշտպանության շատ սարքեր խոցվել են։ Նման 8 սարք ունի, որից 4-ը արաբական աշխարհում է, 4-ն էլ խոցվել է։ Իսրայելում այդ երկաթյա գմբեթը չի աշխատում, կամ խիստ մասնակի աշխատում, որտեղ արդեն խոցելի է Թել Ավիվի, ասենք, հիմնականում Երուսաղեմի, Հայֆայի վրա տեսնում ենք ավերածություններ են գործում։ Սա որքան էլ որ Իրանը, ասենք, ըստ ԱՄՆ-ի փորձի դիմադրել, նա մտածում է, որ վաղ-թե ուշ Իրանը կհանձնի։ Նման միտում ընդհանրապես չկա։ Հիմա գանք այդ կապիտուլյացիայի մասին է խոսքը։ Այո, այո, նորընտիր չկա այդպիսի բան։ Առավել եւս։ Իսկ ցամաքային պատերազմի կվերածվի հիմա մինչև Թրամփը ասաց, կարծես թե ցանկություն չունեն ցամաքային պատերազմի։ Դա բարձումա ցանկությամբ է, հա, լինում։ Գիշերը քնում է, առավոտյան ցանկություն լինում է, մյուս օրը քնում է, հետո ցանկություն։ Այսինքն կարող են պարտադրել նրան։ Նախ ընտրության հետ կապված, ասում եք, պատերազմը որքան կշարունակվի, չէ՞, հարց տվեցի։ Պատական չի, գերագույն հոգևոր առաջնորդ, որին արդեն երթմնակալությամբ, հավատարմությամբ երթում տվել են Պահապանների կորպուսը, հրամկազմը եւ զինված ուժերը, ինչու իրեն ընտրեցին։ Իր ընտրությունը արդեն ցույցիչ է, որ Իրանը չի գնալու կապիտուլյացիա, իսկ ինքը մինչև վերջ կռվում է։ Հաշվառնելով այդ անձի մոտիվացիան, հայրը զոհվել է, հորը սպանել են, մեկ, շատ կարևոր է։ Իր խիստ արմատական, առավել արմատական, քան հայրն էր, մինչ այդ դրսևորած ավելի արմատական է նա։ Հա, հիմա իհարկե։ Եվ ամենակարևորը, ԱՄՆ փորձ է անում հիմա Իրանում ոչ թե 5-րդ, 6-րդ Շարասյան միջոցով պայթեցնել երկիրը, այլ անջատողական տրամադրություններով, որտեղ Իրանը բազմած կամ բազմակրոն երկիր է։ Այդ ազգային փոքրամասնությունների մեջ մտնում են նաև ազերիները։ Ընդ որում երկրորդ էթնիկ խումբն է իր թվաքանակով, պարսիկներից հետո։ Եվս գերագույն հոգևոր առաջնորդը, որը սպանվեց, եւ իր որդին,
իրենք երկկողմանի ազեր էին։ Սա գիտեք ինչ է նշանակում, որ ազերի ժողովրդի նկատմամբ Իրանի կենտրոնական իշխանությունները անվերապահ կեցվածք են դրսևորում, վստահ լինելով, որ երբեք այդ ժողովուրդը, ազերիները ներսից չեն պայթեցնի Իրան եւ թիկունքից դաշնով չեն խփի պետականությանը։ Սա պատահական չի, այսինքն ընտրվում է ազերի, ընդ որում նախագահը, որ իր կարգավիճակով Իրանի երկրորդն է, նա կեսը եւս ազերի է, կեսն է քուրդ։ Ուշադրություն դարձեք, այդ բազմազգ կամ բազմակրոն պետություն ինչով է բնորոշ կայսրությունները, որ կարող է պետականաստեղծ ազգի ներկայացուցիչը այդ երկրի ղեկավարը չլինի։ Այ հիմա ինչպես Իրանում է, այո, պարսիկները չեն, հա, ղեկավարները։ Այստեղից նշանակում է, որ Իրանի արմատական կեցվածքը շարունակվելու է։ Այս հոգևոր առաջնորդի ընտրությունը, սա սրա ցուցիչն է։ Հիմա վերջին ձեր հարցին պատասխանեմ, երբ ասում եք ցամաքային օպերացիա։ Իրանը մինչև ռազմական գործողություններ սկսել ուներ 720,000 բանակ, որոնք մարտական հերթապահություն էին իրականացնում եւ զինված ուժերի ամբողջ թվաքանակներ։ 48 օրվա, 48 ժամվա ընթացքում, 2 օրվա ընթացքում Իրանի բանակը կարող է համալրվել 2 միլիոնով։ Ըստ ընդհանուր առմամբ բանակը դառնա մոտ 3 միլիոն, այսպես ասենք։ 92 միլիոնանոց պետությունում, եթե համատարած զորակոչ հայտարարվի, սա ընդհանրապես պայստազորում, ասենք, առաջին, երկրորդ խմբի պայստազորայինները ոչ բոլորը մոտ 3 միլիոն։ Եթե համատարած զորակոչ լինի, ոչ աշխարհազոր, տեղական ինքնապաշտպանական ուժեր, ուղղակի զորակոչ, ով օրենքով, տարիքով, առողջությամբ կարող է զորակոչվել 92 միլիոնանոց հաշվեք 9 միլիոն, որից այս պայն 720,000-ը զենք են կոչված, իրենք խնդիր չունեն անձնակազմի, հակառակ դեպքում զորակոչ կանեն, չէ՞, 2 միլիոնը կհամալրեն, չունեն այդպիսի խնդիր, բայց անհրաժեշտության դեպքում, եթե գնահատվեց, որ հակառակորդը ցամաքային օպերացիայի նախապատրաստում, մեծ թվականակով, նորից եմ ասում, 48 ժամ 3 միլիոն, մի քանի օրվա ընթացքում կամ ասենք մի ամսվա ընթացքում 9 միլիոն։ Հիմա այդ 9 միլիոնի դեմ կռվելու համար հակառակորդը ինչքան ուժ պիտի տեղադրի։ Բայց պատկեք 3-ով, 4-ով, 5-ով առավելություն, որ հաղթական լինի։ 45-50 միլիոնանոցով ունի բանակ, որ բերի Իրանի շուրջը շրջափակի ռազմական գործողություն սկսի, չկա այդպես, չէ։ Առայց որ Միացյալ Նահանգները օվկիանոսով հեռու են, չէ, անջատված են։ Դա Իրանի հարևան պետությունը չի։ Ոչ էլ Իսրայելը է այդպես։ Դե դրա համար էլ Թրամփը որոշեց, որ այդպես պետք է օդային պատերազմ լինի, այսինքն հյուծիչ պատերազմի է գնում։ Ուրեմն ի սկզբանե պարզել, որ ցամաքային գործողություն չէ լինել, որտեվ այդքան զորք հնարավոր չէր, նախ որից մեկ այդքան զորք չունի, ինչ որ պետությունը տրամադրի։ ԱՄՆ փորձում է այնպես անել, որ Իրանը թիրախավորի ծոցի երկրներին արաբական ամերիկյան բազաներից զատ խփի այլ թիրախները, օրինակ նավթային ամբարներին հարվածում է, չէ՞, Իրանը Երևանից սկսել է, որպեսզի այդ պետությունները եւս տրամադրվեն դեպի Իրան։ Այսինքն պատերազմի մեջ մնա, որովհետեւ ինչպես ասում են, մեծ թվականակ լինի, որից հնարավոր լինի մի քանի միլիոնանոց բանակ անել։ Բայց այդ պետությունները, ես կարծում եմ, ղեկավարները այնքան խելամիտ են, որ հասկանում են ԱՄՆ-ի այս քայլերը։ Ուստի եւ ցամաքային օպերացիան բացառում է։ Եթե դա գումարենք, որ ցամաքային օպերացիան գետնի վրա պիտի ուղեկցվի օդուժով, իսկ դա առնվազն 3-ից մոտ 4,000 կամ 4-ից 5,000 ինքնաթիռ է։ Այդքան ինքնաթիռ որ օդանավականներում են լինելու, որտեղ են։ Օրինակ երկու օրինակ բերեմ, ավիակիների վրա երկու ավիակիր, որ շարժվել են, գնացել են մոտ 140-150 ինքնաթիռ է։ Ես ասում եմ 3000, 4000, 5000 թիվ է, չէ՞ դա։ Իսկ չկա այդքան ոչ օդանավական, ոչ այդ ինքնաթիռների համար զինանոց, հրթիռներ, արկեր, չէ՞, բարձ եմ ասում, չէ՞։ Էլ չեմ ասում, որ հիմա բարձում է, որ ամերիկյան F արդեն 5 ինքնաթիռ F-15 խոցվել է եւ 2 ինքնաթիռ խոցվել է իրանական այն հրթիռներով, որի պարամետրերով Իրանը չուներ այդպիսի հրթիռ, բայց խոցվել է։ Ասենք բարձրությունը, հեռավորությունը, հա եւ այլն, էլի։ Իրանը ունի շատ հրթիռներ հիպերձանային արագությամբ հրթիռներ, որոնք ստատիկ, այսինքն ֆիքսված թիրախների են խոցում, բայց ոչ շարժական, ասենք նավեր, ինքնաթիռներ, հա, հրթիռներով։ Հիմա պարզում է, որ ունի։ Այդպիսի որ նոր է հանում իր իսկական զենքը, կամ էլ իրեն օժանդակող պետություններից այսօր ակնհայտ է,
որ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուդկոֆը եթե Ռուսաստանից խնդրում է, որ իրենք հետախուզական տվյալներով չօգնեն Իրանին, իսկ երեք նման հայտարարություն եղավ, սա նշանակում է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը օգնում են, իսկ կարծում եմ ոչ միայն հետախուզական ինքնաթիռներով։ Այդ 2F-15-ը, որ խոցվել է, դա այդ խոցող հրթիռի պարամետրը շատ նման է ռուսական արտադրության S400-ի։ Բարձր եմ ասում։ Եվ հետախուզական տվյալները եւս Չինաստանը կարող է դյուրին կերպով տրամադրել այդ թվում նաև հրթիռներ։ Այսինքն նոր զինատեսակներ է Իրանը։ Ես կարծում եմ կամ ունեն, կամ ուղղակի տրամադրում են, որի մասին չեմ բարձրաձայնում Ռուսաստանն ու Չինաստանը իրենց շահերից ելնելով։ Այսինքն, եթե խնդիրը գնաց ռեսուրսայինի, Չինաստանը, Ռուսաստանը կարող են համալրել, իհարկե ոչ բացահայտ, ասենք այն բացը, որտեղ պատերազմի կամ ռազմական գործողությունների ընթացքում Իրանը կարող է ունենալ որոշակի պահանջարկ հրթիռների արկեր կարող են համալրել։ Այստեղից հետևություն, որ անգամ եթե հյուծիչ երկարատև 1, 2, 3 ամիս ռազմական բախում է, դեպ հիշում եք, 1 օր էր ասում, հետո 3 օր, հետո 4 շաբաթ, հետո 2 հատ 4 շաբաթ։ Մինչև սեպտեմբեր էր ասում։ Չէ, սեպտեմբերից հետո 3 Իսրայելի պաշտպանության նախարարները ասել է այնքան որքան որ պետք է։ Այսինքն ժամկետ չի նշում, որտեղ ակնհայտ է, չէ՞ որ վերջը չի երևում։ Հաղթանակ իրենց կողմից հաղթանակ կռելու վերջը չի երևում։ Դե միգուցե Եվրոպան էլ միանա ինչ-որ փուլից։ Եվրոպան ավելի լավ է իր դարդը լացի, որովհետև Եվրոպան խնդիր ունի գազի ու նավթի։ Եվրոպայում շուտով իշխանափոխություն։ Դե ոչ բոլորը, բայց Եվրոպայում շուտով իշխանափոխությունների մի այնպիսի դուք շքերտ կամ հանդես կտեսնեք, որ ձեր մտքով իսկ չի անցնում, որովհետև այն թանկացումները, որ կան եվրոպական երկրներում, բոլոր երկրներում, ասենք բացի Սլովակիայում, Չեխիայում եւ Հունգարիայում, բոլոր տեղերը, ընդ որում այդ պոտենցիալը այդ երկրներում, ասենք նույն Գերմանիայում, հա, այլընտրանք Գերմանիայի համար կամ նույն Ֆրանսիայում, այնտեղ ասենք կա մի անձնավորություն, որ երկար տարիներ, որ ներկայացնում է Ֆրանսիայի ազգային էլիտան ազգային կապիտալ, խոսքս Մարին Լը Պենի մասին։ Հիմա սա ինչի համար եմ ասում, որ ԱՄՆ-ը ըստ իս Իսրայելը իրենք փակուղի են մտել, որտեղ ըստ իրենց հաշվարկի կամ ըստ արհեստական բանականության ես ենթադրում եմ, որ այդ ռեսուրսը օգտագործել են, մտածում են, որ գլխատում են, որը ստացվեց փաստորեն առաջին օրը, եւ Իրանը հանձնվում է։ Իրանը չի հանձնվում։ Իրանը իրավիճակին տիրապետում է, այո, զոհեր կան, խնդիր չի, պատերազմի ժամանակ զոհեր լինում են։ Ես կարծում եմ, որ կգա մի ուրեմն երկու տարբերակ կա սցենարը, կամ միջուկային զենք է օգտագործվում Իրանի նկատմամբ։ Եթե օգտագործում է ԱՄՆ-ը, ես կարծում եմ, որ դա ԱՄՆ պետության վերջն է լինելու։ Իսկ այդ պետությունը նույնիսկ ներսից կարող է քաղաքացիական պատերազմում մասնակցել։ Որտեղ աշխարհում հակաամերիկյան տրամադրությունները հասնելու են աստղերին, ակնհայտ է, չէ՞։ Բայց միջուկային զենք օգտագործել նշանակում է տարածաշրջանի երկրներն էլ, չէ՞, ծանր հետևանքներ կունենան, վստահաբար։ Իսկն դա խոցել է։ Եթե Իսրայելն է օգտագործում, Իսրայելը կարող է Իրանի կողմից հիպերձանային արագության հրթիռներով խոցվել, այնպես որ Իսրայել պետությունը չլինի։ Օրինակ, Իսրայելը ատոմական չունի հոսանքի արտադրության, 2 էլեկտրակայան ունի։ 2 էլեկտրակայանի հրթիռները իրանական հարվածում են, եթե թիրախային խփում են, Իսրայելը հոսանքազրկվում է։ 2 մեծ քիմիական գործարան ունի, հարվածում են այդ քիմիական գործարաններին։ Էկոլոգիական մեծ աղետ է։ Անապատում ունեն միջուկային ռեակտոր, հարվածում են այդ ռեակտորին։ Քամի ուղղությունը ճիշտ են հաշվարկում, Իսրայելի ամբողջ տարածքը ինքը շատ փոքր տարածք է, ռադիացիոն ֆոնն է պատում։ Այդ չեմ ասում, որ կարող են հարվածել նաև միջուկային մարտագլխիկներով հրթիռների պահոցներին։ Իսրայելը չհայտարարված, բայց միջուկային տերություն։ Եվ Իսրայել պետության վերջն է լինում։ Այսինքն շատ քիչ հավանական է, որ միջուկային հարված լինի։ Մնում է, ես կարծում եմ, որ որոշ ժամանակ հետո ԱՄՆ-ի ղեկավարությունը հասկանալով, որ այնուամենայնիվ ռեսուրսային առումով, նավթահորերին հարվածելով, այս ցենտրիֆուգներին ուրանի հարստացման սարքավորումներին հարվածելու եւ հայտարարելու է այսպես։ Ասելու է, ես հաղթեցի, իմ առջև դրած խնդիրը ես լուծեցի։ Գլխատեցի Իրանի ղեկավարությանը, գլխատեցի հրթիռների պահոցներին, ցենտրիֆուգների պահոցներին հարվածեցի, ոչնչացեցի։ Իդեպ այդպես մի անգամ ոչնչացել էր անցյալ տարի հունիսի
այդ 12-ը, հա, բայց հասկացանք, չէ՞, որ դա ակնհայտ կեղծիք էր։ Դեմքը փրկելու խնդիր կար։ Այստեղ էլ դեմքը փրկելու խնդիր։ Այսինքն պահեսներ կան, որոնց մասին տեղեկություն անգամ չունի Ամերիկայի մեջ։ Ոնց Տրամպը ոնց կարողա չիմանալ։ Թունելների մեջ, գետնի տակ։ Այդպեսի Չէ, իրենք ամեն ինչ գիտեն, չէ, իրենք ամեն ինչ գիտեն, Տրամպը ամեն ինչ գիտի, նույնիսկ այնքան բան գիտի, որ Իրանի ղեկավարությունը չգիտի։ Ես հեգնում եմ իհարկե, ակնհայտ է, չէ։ Եվ ըստ այդմ, եկեք արձանագրենք, որ Իրանը այս կռվից դուրս գալու դեմքը փրկելու խնդիր կունենա։ Ինքը ասում է, ես իմ առջև դրած խնդիրը լուծեցի եւ Իսրայելը ԱՄՆ-ն Իսրայելը, ինչպես ասում են, դեռ անկյունում նստած լսում է։ ԱՄՆ-ն ասում է, առաջին ԱՄՆ-ը սկսեց, ոչ Իսրայելը, չէ՞, այս գործողությունը։ Եվ ԱՄՆ-ի ղեկավարությունը կամ նախագահը ասելու է, որ ես ռազմական գործողությունները դադարեցնում եմ, Իրանի ղեկավարությունը դու էլ դադարեցրու։ Եթե ոչ քո նկատմամբ կիրառեմ միջուկային հարված։ Իրանն էլ դադարեցնում է, բայց գիտեք ԱՄՆ-ը ի սկզբանե այս գործողությունը ինչու սկսեց։ Բանակցություններ երբ որ գնում են, դա ուրանի հարստացման շուրջ էր, չէ՞ գնում։ ԱՄՆ-ը ասում էր, որ չպետք է հարստացնես, որովհետև դու կարող ես միջուկային զենք ստեղծես։ Այս պահանջը, որը ԱՄՆ-ը այս գործողության նպատակն էր, սրա մասին ԱՄՆ-ը չի բարձրաձայնել։ Այսինքն Իրանը շարունակել է ուրանի հարստացում, 5 րոպե պակաս կարող է միջուկային տերություն դառնալ, բայց ԱՄՆ-ը որպեսզի դեմքը փրկի, ինքը կանգնեցնում է ռազմական գործողությունը, Իրանի ղեկավարությունը եւս կանգնեցնում է, սրանով ինչպես ասում են, կռվը վերջանում է, բայց ԱՄՆ-ի բուն նպատակը երկու խնդիր՝ իշխանափոխություն, այաթոլլաների ինստիտուտի ոչնչացում եւ ցենտրիֆուգների ոչնչացում է ուրանի հարստացման սարքերի։ Այդ պահանջներից ինքը հետ է կանգնում։ Այս դեռևս պահանջներ ներկայացում են եւ անընդունելի են համարում, որ փաստորեն հաջորդը լինի հոգեբար առաջնորդ։ Դե պահանջը շարունակ դուք էլ համարեք եւ դրանից ինչ է փոխվում։ Ադրբեջանը ինչ ներգրավվածություն կարող է ունենալ, արդեն մի քանի օր ինչ այդ մասին է խոսվում, երեք հեռախոսազրույց ունեցել Ալիևը Փեզեշքյանի հետ, երկուստ էլ ասել են, որ պետք է քննվի գործը Նախիջևանի այդ օդանավականի տարածքում հրթիռների մասով եւ նաեւ խոսենք Իրանի ռազմական հրամանատարության հայտարարության մասին, որը Բաքվին էր ուղղված, նշված էր, որ մենք հայտարարում ենք Իրանի հարևան Ադրբեջանի Հանրապետությանը որպես մահմեդական երկրի, որը տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու համար պետք է վտարի սիոնիստներին իր երկրից եւ վտանգի չընթարկի իր սեփական ժողովրդի եւ Իրանի անվտանգությունը։ Այս հայտարարությունը սա նշանակում է, որ իդեպ այդ հայտարարությունը հետևեց դրանից 2 օր առաջ Նախիջևանում ինչ որ դպրոցի մոտակայքում, ինչ որ օդանավական, որտեղ օդանավեր չկար, ինչ որ երկու անօթաչու սարքերի պայթյուն։ Դեռևս չճշտված Ալիևը հայտարարեց, որ Իրանն է։ Ես մի օրինակ բերեմ, օրինակ Իսրայելի կողմից ապատեղեկատվություն տարածվեց մի 6 օր առաջ, որ իբր Իրանը հարվածել է Թուրքիայում գտնվող ամերիկյան ինժիրլիկ ռազմաբազային։ Իրանական կողմը արագ հերքեց, որ ինքը նման բան չարել եւ թուրքական կողմի հետ կապվեց, թուրքական կողմը ճշտեց, որ ընդհանրապես նման տեղեկատվությունը իրականության չի անպատասխանում, ապա տեղեկատվություն։ Այսինքն, եթե ճշտելու խնդիր կա, նախ երկու կողմը որ մակարդակով իրեն գտնում են, պայմանավորվում են, քննում են, չէ, հետո հայտարարություն են տալիս տարածում։ Ալիևս որևիցե քննություն չեղավ, միանգամից, ինչպես ասում են, հայտարարեց։ Տարբերակ կար, որ ասում են իսրայելական կողմն է արել, տարբերակ կար, որ երրորդ կողմն է արել, կամ Իրանի տարածքից Իսրայելի հետախույզներն են արել զինվորական։ Ես ավելի շուտ հակված եմ, որ դա Ադրբեջանն է արել, որպեսզի տրամադրի իրեն Իրանի դեմ, եթե այնուամենայնիվ իրեն հորդորեն, պարտադրեն, ստիպեն, որ Իրանի դեմ գործողություն սկսի, ինքը դրա իրավաբարոյական կողմը ապահովված լինի։ Եվ առանց Իրանի կողմի հետ պայմանավորելու 3 օր առավոտից երեկո ասում են, որ իրանական կողմն է, որ հեսա պահապանների կորպուս հրթիռներ է թողում, բայց 3 նախագահը Իրանի նախագահը եւ Ալիևը խոսել են, չէ՞, խոսել են այս ձեր ընթերցած հայտարարությունից հետո, երբ որ իրանական կողմը զգուշացրել է Ադրբեջանին, որ այդ սիոնիստներին քո երկրից դուրս դիր, որտեղ տարածաշրջանում անկայունության եւ պատերազմների սկսման աղբյուր կարող է լինել։ Այդ դրանից հետո Ալիևը համաձայնվել է, որ իրանական կողմը ճշտի, այնուամենայնիվ այդ պայթյունների
պատճառը որտեղից է գալիս Իրանից թե ասենք Մարս մոլորակից միգուցե Բուրկինա Ֆասոից է թռել Խեղճ Ալիևը չգիտի խառնել է Իրանի եւ Բուրկինա Ֆասոյի տեղ Հիմա սա ինչ վտանգներ ներկայացնում եւ Ադրբեջան ներգրավվածություն դուք իրատեսական համարում եք եւ նաեւ զորքերի շարժի մասին էր Նախ խոսում զորքերը բերվել է բարձր մարտական պատրաստություն այդ թիվ 1-ից լրիվից մի աշճան ներքև է Իրանի սահման զորքեր բերել այո շարժ կար ակնհայտ է Նախիջևանի այն տեղեկությունները որ կային Ուրեմն ասեմ, այդ զորքը եղանակ չի ստեղծելու։ Դու 10000 բերի 20, 30, 50, 100 վաղուց Նախիջևանի եւ Իրանի սահմանում իրանական մի քանի դիվիզիաներ վաղուց կանգնած են միշտ։ Ընդ որում զրահատանկային, որը հարձակողական զինատեսակ է, ոչ միայն պաշտպանողական։ Այսինքն Իրանը պատրաստ է սադրանքների եւ իրանական կողմից զգուշացնում է Ալիևին, որ այնուամենայնիվ սա նաեւ ենթատեքստով Ալիևին զգուշացնում է, որ ոչ միայն սիոնիստներին քո տարածքից պիտի հանես, այլ եթե քեզ հարմար խելոք չպայես, դու ուղղակի կտապալվես եւ մենք չմոռանանք Ադրբեջանը ինքը շիա մահմեդական երկիր է հիմնականում, հա։ Իսկ քանի որ այաթոլաները սրբազան պատերազմ են հայտարարել շիա աշխարհում, սա նշանակում է, որ սրբազան պատերազմը վերաբերվում է նաեւ Ադրբեջանում բնակվող շիա մահմեդականներին, որոնք ուղղակի կարող են Ալիևին եւ իր կլանին շատ կարճ ժամանակում, ասենք, դնել Չաուշեսկուի կարգավիճակի տեղը։ Ուղղակի, այսինքն Ադրբեջանում լինի իշխանափոխություն, ընդ որում շատ կոշտ ձևերով, մեթոդներով, ասեմ ձեզ։ Ալիևը նաև սա պիտի գնահատի։ Եթե Ալիևը այնուամենայնիվ այնքան փակուղու մեջ է մտած, որ ինքը ստիպված Իրանի դեմ պիտի պատերազմ սկսի, տեսականորեն մենք չենք բացառում, դա իմ գնահատմամբ, այո, ԱՄՆ-ից, Իսրայելից, Բրիտանիայից Ես ենթադրում եմ, որ այդ դեպքում Ադրբեջան պետությունը ուղղակի մասնատվելու է։ Այո, կարող է մեծ Ադրբեջան ստեղծվել, բայց կենտրոնը Բաքուն չի լինի։ Կլինի Թավրիզը կամ Սպահանը։ Այսինքն Իրանը այդ տարածքի մի մասը Ադրբեջանի ուղղակի իրեն կմիացնի։ Մի մասը, իհարկե, մի մասը Ռուսաստանը, եթե նորմալ իշխանություններ մենք ունենենք, քանի որ Ադրբեջանը 3 մասի պիտի բաժանվի, մի մասն էլ Հայաստանը։ Ցավոք սրտի մենք ունենք այսօր այնինչ ունենք, եւ հետաբար Ադրբեջանը Ինքը հասկանում է, եթե Միացյալ Նահանգները գնաց այն սցենարով, որի վերաբերյալ ես ասեցի, այսինքն դեմքը փրկելու համար իբր խաղաղություն է ուզում կռվի կանգնեցնում եմ, ձեզ վստահեցնում եմ ինչ է սպասվում։ Այ հետաքրքիրը դրանից հետո է։ Իսկ այն բազաները, որոնք դրված են օկուպացված Արցախում եւ այդտեղից հնարավոր է որ Իրանը հենց այդտեղ նաեւ թիրախավորի։ Իրանը զգուշացեց հայտարարությամբ։ Սա նշանակում որ ես կհարվածեմ։ Իհարկե այդ բոլոր օդանավականները Ջեբրայելի եւ Ֆիզուլիում, գիտի որ դրանք այո, դրանք ռազմական օդանավականներ են, քաղաքացիականի ամանտակ, որ բնակիչ էլ չկա։ Մի քանի 100,000 կամ միլիոնանոց հատուկ նպատակով արվում է։ Ռազմական է, այդ հատուկ խոսքը չի։ Դա թրիչկուղու բետոնի հաստությունն է որոշում, ծանր ինքնաթիռների ռազմական իջնելու համար ավելի հաստ է լինում։ Դժվար չէ, ինչպես ասում են իմանալ։ Եվ դրանք ռազմական օդանավականներ։ Հիմա այդ զգուշացումը Ալիևին դեղին քարտեր կարմիր շրջանակով։ Եթե Ալիևը այնուամենայնիվ ստիպված լինի ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, ձեզ վստահեցնում եմ, Ադրբեջան պետության դա վերջ լինելու։ Չի լինելու այդպիսի պետություն, մասնատվելու էլ չեմ ասում Ալիևների կլանը, եթե հասնի ճողոպրել Բրիտանիա, կհասնի, եթե ոչ, ապա Ադրբեջանում շատ արագ կարող է իդեպ լինել իսլամական հեղափոխություն, այնպես ինչպես եղավ Իրանի Իսլամական Հանրապետություն 1978-79 միտումներից դա երկարատև պատերազմի դեպքում է լինելու կամ արդյոք այդ ցանկությունը կամ ցանկությանը հաշվի չեն առնելու, բայց ամեն դեպքում գնահատենք այսպես, գնահատենք այսպես, երկու պայթյուն Նախիջևանում, Ալիևի հոխորտանքը Իրանի հանդեպ, չէ՞։ Հետո մի վարքյան, հիմա կասեմ, Թուրքիան էս առումով Իրանի դաշնակիցն է, ինքը չի ուզում այստեղ պատերազմ։ Հիմա կասեմ ինչու։ Եվ այդ հայտարարությունը Իրանի զինված ուժերի եւ շատ կարճ ժամանակ հետո Ալիևի եւ Փեզեշքյանի հերախոսային խոսակցությունը։ Այսինքն Ալիևը հետ քայլ արեց, չէ, հասկանալի է, չէ, որ հայ ճշտենք բան, եթե ճշտողեր 5 օր առաջ ճշտեիր, անպայման պիտի կոշտ հայտարարություն լինեն, որ մի քիչ վախդ բռնի։ Եվ այս առումով ես կարծում եմ, եթե այնուամենայնիվ Ադրբեջանի ղեկավարությունը ինչ որ հիմարություններ արեց, նորից եմ ասում, Իրանը առանց հետևեթանքի, ոնց որ ամերիկյան
4 պետության տարածքում գտնող բազայի է թիրախավորը նաև եւ ազատագրված տարածքում եւ Արցախի տարածքում իսրայելական ամերիկյան այն օղակները, ենթակառույցները, հետախուզական լինի, անօթաչուներ լինի, մասնագիտական լինի, հրամանատարական լինի, չգիտեմ, ինքնաթիռներ լինեն, բոլորին հարվածել են։ Իսկ դրանից հետո թե Ադրբեջանից ինչ կմնա։ Ես ուղղակի ասեմ հետեւյալը, զարգացումները որ կարող են տանել, ամենայն հավանականությամբ, եթե միջուկային պատերազմ չի լինելու, Միացյալ Նահանգները այստեղ հետ քայլ անելու, որտեղ Իրանի ոչ մի ղեկավարություն չի հանձնվելու, նրանք պատերազմելու են, պայքարելու են։ 78 թվականի հեղափոխությունից հետո Իրանը պատրաստվում էր այս մեծ կռվին, ասեմ ձեզ։ Եվ հետաբար ժողովուրդն է հոգեբանորեն պատրաստ եւ զինված ուժերն էլ բավականին զինված եւ երկու լուրջ դաշնակից ունեն դեմս Ռուսաստանի եւ Չինաստանի, հա։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները այստեղից ճապրուկները կապելու են։ Այդ Տրամպի ուղի, Տրամպի ճանապարհ եւ այլն մաքրվելու են։ Իսկ սա նշանակում է, որ սա մեսիջ է նվազագույնը Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ղեկավարներին, որ իրենք գնահատեն, որ տարածաշրջանում այլևս երկու ասող պետություն կա՝ Ռուսաստան եւ Իրան։ Եվ համակերպվեն այդ իրողության հետ, մի մասը կարող է ճամպրուկները կապել, ինչպես ասում են, ամերիկացիների հետ այստեղից ճողոպրել, մյուս մասը կարող է մտնել Ռուսաստանի եւ Իրանի հետ բանակցություններում ֆորմատավորելով արտաքին քաղաքական կուրսը։ Եթե իշխանապողություն Իրանում չլինի եւ չհաջողվի այն ծրագիրը, որը ես ասացի, իսկ դա այդպես է լինելու է։ Իրանում իշխանապողություն չի լինելու, քանի այաթոլա փորձեցին սպանել եւ եթե դա հաջողվեց, միևնույն է այլոք կան, հա։ Ժողովուրդն էլ այդ պահանջը մեծ մասշտաբով չի դնում։ Մարդիկ կան այո դեմ են, բայց դրանք այն թիվը չեն կազմում, որ եղանակ ստեղծեն։ Իհարկե, այստեղից հետևություն, որ Իրանին հնարավոր չի հաղթել, Իրանը արդեն իսկ հաղթել է։ Բայց ԱՄՆ-ը դեմքը փրկելու համար մի այդպիսի կապիկություն կարող անել, ինչի մասին ես ասում։ Հայաստանի շուրջ ինչ վտանգներ կան Ադրբեջանի այս իրավիճակից օգտվելու մասով, դուք տեսնում եք վտանգ։ Այո, վտանգ կա, եթե Ադրբեջանը Իրանի դեմ ինչ-որ գործողությունների պատրաստվի, ապա գործողությունների ճակատը հիմնականում Նախիջևանի ուղղությամբ պետք է լինի։ Իսկ Նախիջևան Ադրբեջանի զենք զինամթերք անձնակազմ որ տարածքով է տեղափոխվելու Հայաստանով, չէ՞։ Հիմա պարզում է, որ Ադրբեջանով Հայաստան ինչ որ հացահատիկ է, չէ՞ մտել հումանիտար օգնություն։ Այսօր եւս գալիս է։ Իսկ գիտեք դա ինչի համար է։ Դե հիմա ասենք Ռուսաստանից հացահատիկը Ադրբեջան։ Մի 100 մեքենա Ադրբեջանով մտնում է Հայաստան, մի 100 մեքենա Ադրբեջանով կարա Նախիջևան մտնի, ասենք հացահատիկ։ Բայց մեկ էլ պարզ է, որ հացահատիկ չի։ Օրինակ զենք զինամթերք եւ անձնակազմ։ Եվ քանի դեռ ըստիս Իրանը թույլ չի տվել, ձեզ վստահեցնում եմ, այդ Տրամպի ուղուտերը իրականում այս բան Իրանն է, որտեղ ցանկացած բան ինքը կարող է հարվածել։ Եթե ինքը տեղեկատվություն ունեցա, որ Նախիջևան Ադրբեջանից Հայաստանի տարածքով հումանիտար օգնության անվան տակ տեղափոխվում է զենք զինամթերք անձնակազմ, ես կարծում եմ առանց հետևեթանքի Իրանի ռազմական ղեկավարությունը կստանա հրաման հարվածել։ Դե բայց մայիս Տրամպի ուղին էլ դեռևս չկա, չի գործում։ Դե պատկացեք ամերիկացիները որ գնաց Տրամպի ուղին այդ թղթի կտորը փաթաթելու են, դնելու են մի հատ շամպայնի շշի մեջ, տալու են Նիկոլի եւ Ալենի ձեռ, ասեն դե հիմա օգտագործեք, ոնց ուզում եք։ Չի լինելու եւ թեման դրանով փակվում է։ Ես ասում եմ ամենայն հավանականությամբ ինչ զարգացումներ կարող են լինել։ Եթե վատարագույն սցենարով նայենք, դա միջուկային պատերազմ է։ Դուք կարծում եք սա ԱՄՆ-ի եւ Իսրայելի վերջին փորձն է, որ չհաջողվի նրանք ճամպրուկները հավաքեն եւ գնան։ Առայժմ կարող են հավաքել գնալ, մինչեւ պատրաստվեն նոր աշխարհակահաղական ցնցումների։ Դե բայց ինչ է իրենց խանգարում այդ ուղին։ Թող լինի։ Իսկ Իրանը չի համաձայնվի։ 99 տարով իրենցն է։ Բայց Իրանը չի համաձայնվի։ Իրանը այդ Զանգեզուրի միջանց կոչվածի վերաբերյալ կոշտ կեցված դրսևորել էր Իրանի ղեկավարությունը, այդ թվում նաև անվտանգության խորհրդի քարտուղար Լարեջանին։ Ասում են, չէ, այսինքն Իրանը ասում է, այդ դա պատերազմի համար օգտագործվող միջանցք է, ան վերահսկվող, չստուգվող իբր ամերիկյան ֆիրմաները, չէ՞, պիտի ստուգեն։ Դու Իրանը հասկանում են ինչի մասն է խոսքը, հիմա տես արդեն գալիս են կես օրերն ենք, չէ՞, ապրում։ Եթե ամերիկացիները այս երրորդ փորձն էլ ձախողում է, կարծում Իրանի ղեկավարության կեցվածքը Ադրբեջանի եւ Հայաստանի հանդեպ շատ կոշտ է լինելու, թեման փակելու են, Տրամպի ուղու թեման փակելու են։ Ասելու են, եթե լինի, մենք էլ ենք լինելու, կոպիտ ասած։ Ֆիրմա լինելու է ամերիկյան, բարսիկները Իրանը ասելու են մերն էլ, ռուսները ասելու են բաբենք։ Դա արդեն իսկ ռուսները խոսում են այդ մասին։ Բարձ եմ ասում, այսինքն այն, որ միայն ամերիկյան հսկողության ներքո դիլներ եւ Նիկոլն էլ բղավեր տեսեք, այն ինքնիշխան միջանցք է, այդ դեպքում
Իրանը եւ Ռուսաստան ասել են, չէ, եթե լինելու է հսկողություն նաեւ մեր ներկայությամբ է լինելու։ Այսինքն դա վերջն է Տրամփի ուղու, որտեղ Տրամփի ուղին առաջնահերթին ոչ թե տնտեսական էր, այլ ռազմական էր եւ դրա վերաբերյալ կարծում Դե տնտեսական իշխանությունը նշում։ Դե հիմա ինքը շատ բան է նշում։ Տրամփն էլ ասում է կանխազգացում ունեի, որ Իրանը պետք է հարձակվեր, դա համար ես հարձակվեցի։ Այսինքն միջուկային գերտերությունը պետության վրա հարձակվում է երկրի ղեկավարի կանխազգացումով։ Քնուն զարթում է այդպիսի բան է մտածում։ Այսինքն երեկոյան ենթադրենք 60 դա օգտագործել, գիշերը վատա քնել, առավոտյան կանխազգացում ունի։ Մահու կանխազգացումներով են երկիր մոլորակի միջպետական հարաբերությունների կարգավորում, չէ, դա անլուրջ է, չէ։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ գալիս է իր շրջանը սյուր եւ բազմաբևեռ աշխարհը, որին ամեն կերպ փորձ է անում խոչընդոտել Միացյալ Նահանգները, իսկ սա մեծ հաշվով բազմաբևեռ աշխարհի խոչընդոտ գործողություններից մեկն է։ Օրինակ, Խորհրդային Միություն Միացյալ Նահանգներ մրցակցությունը ռազմի դաշտում ոչ իրենց տարածքներում առնվազն 2 դրվագ նշեմ, որտեղ լուրջ կռիվ եղավ։ Երկուսն էլ մասնակցում են, այդ երկուսի բախումն էր երրորդ երկրի տարածքում, օրինակ Վիետնամ, կարծում եմ գիտեք դրա մասին, բավական երկարուձիգ տարիներ, շատ զոհերով կռիվ եղավ։ Դա Խորհրդային Միության Միացյալ Նահանգների բախումն էր։ Երկրորդը Աֆղանստան, չէ, երկարուձիգ։ Հիմա երրորդը Իրանն է։ Սա հաշվեք Ռուսաստան, Միացյալ Նահանգներ բախումն է Իրանում։ Հիմա մենք չեզոք դիրքում ենք եւ իշխանությունը Հայաստանը առասարակ։ Հայաստանը այս գործի մեջ սուբյեկտ էլ չի, էլի։ Եթե այսպես լուրջ ենք նայում, ցավոք սրտի, բայց սուբյեկտ չի։ Մի հատ Հայաստանին ով պիտի հարցնի, որ ինչ անի։ Ամեն նախագահ պիտի հարցնի։ Երբ որ Դե բայց հիմա ասում են ուրախ չեք, որ մենք խաղաղության մեջ ենք։ Այդ Ինչ եք ուզում եք անպայման մենք կռվի մեջ լինեինք։ Երբ դուք առավոտյան որ արդանում եք արև եք տեսնում, լույս եք տեսնում, միշտ մտածեք, որ այդ լույսը տեսնելու շնորհքը առաջին հերթին պարգևել է ձեզ Հայաստանի վարչապետի պարտականությունը կատարող անձը։ Եթե դուք ջուր եք խմում, մի կտոր հաց եք ուտում, միշտ հիշեք, որ դա Փաշինյան Նիկոլի շնորհքն է։ Որ այստեղ ռումբեր եւ հրթիռներ չեն պայթում, դա Փաշինյան Նիկոլի շնորհքն է։ Եղբայր լավ, կարելի է այդքան լինել։ Ամեն ինչ չափ ու սահման ունի, չէ՞։ Ինչ կապ ունի այստեղ ռումբ ընկնում է կամ չի ընկնում իր քաղաքականության հետ։ Սրանք մի կառավարման կառույց են, որտեղ Երևան քաղաքը առ այսօր փոսերով խեղդված է։ Անկամ սրանք չեն կարող այդ փոսերը լցնել, սա տարական բան եմ ասում, արի երևույթ, մանրուք է, չէ՞, բայց շատ բաներ մանրուքներում է երևում։ Եթե դու չես կարող կազմակերպել այս տարական բաները, երբ որ փողերը արդեն լափել եք, դու խոսում ես մի բանից, որ Հայաստանի վրայով ռումբներ, հրթիռներ չեն գնում, որտեղ դա քո քաղաքական բացառիկության եւ գործունեության շնորհքն է։ Մի երկու օր առաջ գնացել էր շրջաններ, չէ՞։ Գլուխ էր գովում գյուղացիներ, եկեք տեսեք, ինչ ճանապարհ է։ Գյուղացիներից մեկն ասեց, «Տո լավ ասեց, էդի հոդու չես սարք, էդի նախկիններն են արել»։ Քարկա պնկա։ Այս մարդը պրոֆեսիոնալ սուտասան է, սուտ ասում է, անցավ, բերանին մեկը եկավ, չեկավ, կասեն, տեսեք, սա իմ արածն է։ Տեսեք, առավոտյան արևը տեսնում եք, դա իմ շնորհքն է։ Արևի հետ խոսել եմ, առավոտյան Հայաստանի վրա լույս ա տվել։ Եթե չէ, Հայաստանի վրա կարող է լույս չլիներ։ Հիմա այդպիսիներին ուր ուղարկենք, Հերմինե, կարծում եմ մի տեղ կա, մասնագետների մոտ։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս Պայստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։